Հարգելի դիտողներ, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմեք լայք և բաժանորդագրվեք մեր ալիքին։ Հիմա հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց առաջ, որովհետև ինչ-որ բան միշտ ինձ դուր չի գալիս։ Իրինա Այվազյան։ Ինձ նեղացրել էր այն փաստը, որ ինքն ինձ ընտրել էր հենց այս արտաքինով։ Ես մի քիչ կարճահասակ եմ և ունեմ աղելքաշի խնդիր։ Շատերին դա դուր է գալիս, շատերին ոչ։ Ես այդ ժամանակահատվածում ընկճված էի, որովհետև սկսել էի մի փոքր այլ կերպ մտածել իմ արտաքինի հետ կապված, բայց իմ բոլոր արժանինքները, որոնք այն ժամանակ ցույց եմ տվել, օրինակ, ինչպես եմ վերաբերվում իրեն և առասարակ սիրուն, կարծես ինձ ասեին հաջողություն, ինձ դուր չեն գալիս այս տեսքով աղջիկները, ինձ դա էր շատ վիրավորել։ Հաղորդման շրջանակներում խոսելով նախկին ընկերոջ Ռաֆ Հարությունյանի հետ բաժանման և ինքնագնահատականը կորցնելու մասին ասել է դերասանուհի Իրինա Այվազյանը. Վերջին շրջանում իմ առօրյան շատ միապաղաղ է դարձել, երևի նրանից է, որ անընդհատ նույն տեղում եմ։ Հիմա շատ հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց առաջ, որովհետև ինչ-որ բան միշտ ինձ դուր չի գալիս։ Իրականում շատ ահավոր է և հուզվում եմ այս մասին խոսելիս։ Փորձել եմ զրուցել հոգեբանի հետ, բայց նա ասաց, որ ես պատրաստ չեմ հոգեբանի հետ աշխատելուն։ Հիշեցնենք, որ դերասան Ռաֆ Հարությունյանը նշել է, որ երբ ինքն ու Իրինան ճանաչել են միմյանց, հասկացել են, որ երկուսն էլ լավն են, բայց ոչ իրար համար։